Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մայիսի 10-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր էլ կխոսենք այն միջազգային անցուդարձներից, որոնք վերաբերվում են Հայաստանին, իրոք Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ բուրըն, ակտիվ զարգանում է, մենք ձեռք ենք բերում ռազմավարական պարտներներ, գործընկերներ, համագործակցում ենք, ավելի դարձանք ընկալելի աշխարհի կողմից, դա դրական է։ Ցավով պետք է ասեմ, որ շատ ցավոտ դա ընդունում է Պուտինյան Ռուսաստանը։ Բավական կոշտ հայտարարություններ մեր նկատմամբ, ես կասեի նույնիսկ մեծ լայն բնույթ գրող հարցակում ինֆորմացիոն դաշտում եւ պաշտոնյաների կողմից Ռուսաստանի եւ փորձագետների եւ պատգամավորների ցավոտ է ընդունում Ռուսաստանը, որ Հայաստանը ուզում է վարել ավելի սուվերեն արտաքին քաղաքականություն։ Մի կողմից Ռուսաստանը մեզ չաջակցեց ոչ 2020 թվին, ոչ 2023 թվին, մյուս կողմից ասում է չէ, առանց մեզ ոչ մի բան չանենք։ Ուստեղ է, որ առաջանում են մեր պետության համար վտանգներ։ Ես պետք է ասեմ, որ չնայած, որ 3 մայիսի 9-ն էր ու Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահն զբաղված էր այն շքերթով, որը անցավ Կարմիր հրապարակում Մոսկվայում, ինքը հետո հասցրեց տալ ինտերվյու ԶԼՄ-ներին ու այդ ինտերվյուի ժամանակ անդրադարձավ Հայաստանին։ Այդ ինտերվյուի ժամանակ ուղղակի սպառնալիքներ հնչեցին Հայաստանի նկատմամբ եւ ինչ որ խորհուրդներ տրվեցին մեզ։ Այդ ինչ խորհուրդներ են, այդ ինչ սպառնալիքներ էին, մենք այսօր ձեզ հետ անպայման կխոսենք։ Անչափ կարևոր է։ Այո, եւ մեր իշխանությունը եւ քաղաքական ուժերը զբաղված են ընտրարշավով, քարորզար շավ է գնում, բայց այս ձևի մեսիջներին պետք է շատ ուշադիր հետևեն ու առաջի հերթին հենց իշխանությունները։ Բացի դրանից այսօր պարզ է անցուդարձներից ես կխոսեմ միջազգային հարթակներում, որոնք առաջի հերթին վերաբերվում են Հայաստանին։ Ուրեմն սկսում ենք մեր աշխատանքը, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, ինչը շատ ակտիվացնում է մեր YouTube-յան ալիքը։ Ուրեմն Հունգարիա, դուք գիտեք, Պետեր Մատյարը ընտրվեց վերջի ընտրությունների ժամանակ, պարոն Օրբանը պրո-ռուսական եվրոպական առաջնորդներից մեկը խայտարակ ձևով պարտվեց ու պարոն Մատյարի ընտրվելը վարչապետ եղավ 3 Հունգարիայի նոր ընտրված պարլամենտը ընտրեց պարոն Պետեր Մատյարին նոր վարչապետ Հունգարիայի։ Պարլամենտը պարզ է նաև ընտրեց Հունգարիայի պարլամենտի նոր ղեկավարություն ու ղեկավարը սպիկերը պարլամենտի Հունգարիայի առաջի որոշումը, որը ընդունեց վերականգնել Եվրոմիության դրոշը Հունգարիայի պարլամենտի շենքի վրա։ Շատ սիմվոլիկ կարևոր քայլեր են։ Պրոռուսական քաղաքականությունից Հունգարիան նորից վերադառնում է պրո-եվրոպական քաղաքականությանը։ Լատվիայի նախագահն 2 օր գտնվում էր Հայաստանում։ Շատ կարևոր այցելություն էր, դուք կարող եք ասել, ոնց պարոն Գրիգորյան, մայիսի 4-ին, 5-ին մեծ 2 եվրոպական գագաթնաժողովներ տարբեր երկրներից եվրոպական գրեթե բոլոր երկրներից եկած ղեկավարները ու շարունակում է, այո, այս գագաթնաժողովը, որը մայիսի 5-ին անցավ Եվրոմիություն Հայաստան, ու այն գագաթնաժողովը, որը մայիսի 4-ին անցավ, որը կոչվում է Եվրոպական քաղաքական համայնք, այդ գագաթնաժողովում Լատվիայից մասնակցում էր վարչապետը։ Հիմա նախագահն եկավ Լատվիայի Հայաստան, դա շատ կարևոր մեսիջներ են եվրոպացիների կողմից, որ շարունակում են իրենց ջանքերը Հայաստանին աջակցել, բարեփոխումներ անել եւ
ինձ շատ դուր եկավ, որ Լատվիայի նախագահն ասեց, նաև տնտեսական ոլորտում պետք է գտնենք ոլորտներ, որտեղ որ Լատվիան կարող է օգտակար լինել Հայաստանին։ Բարձր տեխնոլոգիայից սկսած գյուղատնտեսությունով ավարտված։ Մեսիջները ուղարկված են ու Եվրոպան փորձում է մեզ աջակցել։ Տարբեր հարցերով տարբեր պետություններ։ Իդեպ ասեմ ձեզ, որ Լիտվայի նախագահն մոտ ժամանակներս գա Հայաստան։ Տիխանովսկայի հետ կապված Սվետլանա Տիխանովսկային մեր կառավարությունը փայլուն ընդունեց այդ գագաթնաժողովների ժամանակ մայիսի 4-ին 5-ին ու այցելությունից հետո Սվետլանա Տիխանովսկaya դու գիտեք եւ իր թիմը շնորհակալություն հայտնեցին մեր կառավարությանը, որ ամենաբարձր մակարդակով իրան ընդունեցին, պաշտոնական մակարդակով, նաեւ անվտանգությունը ապահովեցին ու իր թիմի անդամները, նաեւ Դենիս Կուչինսկին, իր գլխավոր խորհրդականը մենք իր հետ դու գիտեք, ես ասել եմ ձեզ, երբ որ Տիխանովսկaya ստեղ էր, Սվետլանա Տիխանովսկaya եւ իր թիմի հետ մենք հանդիպել ենք մի քանի Հայաստանի հասարակական գործիչներ եւ փորձագետներ շատ հետաքրքիր զրույց էր, բայց ուզում եմ ասել, որ Դենիս Կուչինսկին իր գլխավոր դեմքերից մեկը իր թիմում խորհրդականը ասեց, որ Լուկաշենկոն ամեն ինչ անում էր խափանելու համար այս այցելությունը։ Բայց իրանք ասեցին, որ եւ միջազգային հանրությունը եւ Հայաստանի կառավարությունը շատ հստակ իրանց պայեցին ու Լուկաշենկոյի փորձը միջազգային ինստիտուտների միջոցով կանխել այս այցելությունը չստացվեց։ Ես ավելին ասեմ, ես համարում եմ մեր կառավարությունը արեց լրջագույն քայլ ընդունելով Սվետլանա Տիխանովսկային։ Իրոք Լուկաշենկոն այդպես կոչված նախագահ Բելարուսի շատ ես կասեի այդպես դաժան վերաբերմունք ցուցաբերում էր Հայաստանի նկատմամբ իր հայտարարությունները կապված պատերազմի հետ 2020 թվականի ուղղակի հայտարարություն էին, հիմա ինքը ստանում է պատասխաններ Հայաստանի կողմից։ Մհեր Գրիգորյանը, մեր փոխվարչապետը 3 լրագրողները մոտեցան իրան ու հարցնում էին այս դելիմիտացիան դեմարկացիան Ադրբեջանի հետ ոնց է գնալու։ Ու ինքը պատմեց այդ գիտեք դա ֆիքսված համակարգ է, ոնց են անում պետությունները իրար մեջ դելիմիտացիան, հետո դեմարկացիան, այդ ինքը ասեց համապատասխան արձանագրություններ ֆիքսվեցին Ադրբեջանի հետ, գնում է այդ աշխատանքը, դուք հիշում եք ինչ որ ժամանակ առաջ ստեղ գտնվում էր Շահին Մուստաֆայևը փոխվարչապետը Ադրբեջանի ահվերանում իրանք հանդիպեցին մեջ պատվիրակության հետ, որը գլխավորում է Հայաստանի կողմից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այնտեղ մեծ լուրջ աշխատանք է գնում, բայց շատ կարևոր նորություն ասեց Մհեր Գրիգորյանը։ Եվ որ հարց տվեցին լավ, բայց Թրամփ ծրագրի իրականացումը շատ ու շատ ավելի շուտ կլինի, քան թե դեմարկացիա, դելիմիտացիա ավարտվի, այդ երկարաժամկետ process-ը, ինքը պատասխանեց, որ ադրբեջանցիների հետ կա պայմանավորվածություն, որ կետային հարավում կանցկացնեն դեմարկացիա, դելիմիտացիա այն կարճ հատվածներում հարավի Հայաստանում, որ չխանգարեն իրականացմանը Դոնալդ Թրամփ ծրագրի։ Քանի որ Դոնալդ Թրամփ ծրագիրը առաջ երթին հարավի հետ է կապված Հայաստանի, նաև այդ Մեղրի երկաթգծի հետ ու պարզ է այնտեղ սահմանները Հայաստան Նախիջևան ու Հայաստան այս կողմի Ադրբեջանի տարածք պետք է անպայման այնտեղ դելիմիտացիա դեմարկացիա կարճ հատվածներում արվի, ինքը ասեց դա համաձայնեցված է ադրբեջանցիների հետ։ Այդ հետաքրքիր նորություն է։ Հիմա ես ուզում եմ անցնել այն քաղաքականությունը, որը վարում է Ռուսաստանը մեր նկատմամբ, ու երբ որ ես ասում եմ Ռուսաստան, ես նկատի ունեմ միշտ Պուտինյան Ռուսաստանը։ Այս ռեժիմը, այսօրվա ձևակերպված ռեժիմը Ռուսաստանի։ Ես նկատի ու երբ որ քննադատում եմ Պուտինյան թիմի քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ սկսած 2020 թվականից։
Երբ որ մեզ անտեր թողեցին, չկատարեց Ռուսաստանը իր դաշնակցու պարտավորությունները։ Բայց իմ ասածը չի վերաբերվում ռուս ժողովրդին, Ռուսաստանի քաղաքացիներին, դուք տեսնում եք ինչ ակտիվ միջմարտկային կոնտակտներ են գնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, մեծ թվով տուրիստներ Ռուսաստանից գալիս են, շատ մեծ թվով ռուսաստանցի քաղաքացիներ ապրում են Հայաստանում, միայն ես դա ողջունում եմ, քանի որ միջմարտկային հարաբերությունները պետք է պահպանել, իրոք ռուս ժողովուրդը դա բարեկամ ժողովուրդ է հայ ժողովրդի համար ու հատուկ դա նշում եմ, որ մեր Ստեփան Գրիգորյան յութուբյան ալիքի մասնակիցները իմանան իմ դիրքորոշումը։ Միջմարտկային հարաբերություններ պետք է պահպանենք բարեկամ ռուս ժողովրդի հետ։ Բայց երբ որ ես քննադատում եմ, խոսքը գնում է Պուտինի մասին, իր թիմի մասին։ Իրոք ցավով պետք է ասեմ, որ շատ դաժան քաղաքականություն են վարում մեր նկատմամբ։ Օրինակ, Այս վերջի ժամանակվա այդ օրինակները բերել եմ, որ իրար հետևից Ռուսաստանի պաշտոնյաները մեր դեմ բաներ են ասում, հետո Պետդումայի պատգամավորները, հետո ինչ-որ պրո-կրեմլյան փորձագետները Ռուսաստանի անընդհատ Հայաստանի դեմ արշավ է գնում։ Ու արշավ է գնում նաև Հայաստանի ձգտման դեմ գնալ դեպի եվրոինտեգրացիա։ Ռուսաստանը չի կարող հանդուրժել, որ մենք սուվերեն քայլերով ուզում ենք գնալ։ Իրենք սովորած են նախկին հանցավոր ռեժիմների Հայաստանի, որ ինչ ասեն Հայաստանը պետք է կատարի։ Բայց հիմա պետք է սովորեն, որ փոխվեց Հայաստանը ուզում է ավելի սուվերեն լինի։ Չեն ուզում, դրա հետ հաշտվեն։ Ու մենք տեսնում ենք տարբեր հայտարարություններ։ Օրինակ 3 մայիսի 9-ն, բայց Այնուամենայնիվ Ռուսաստանի դեսպանը Հայաստանում պարոն Կապրկինը սկսեց ինչ-որ քաղաքական մեկնաբանություններ անել։ Լրագրողները երբ որ հարցեր տալիս էին, ինքը պատասխանում էր, ինքը ասում էր այս նոր իրավիճակում Իրանի հետ ստեղծված, մերձավոր արևելքում ստեղծված պարզ չի կարողանա Հայաստանը Միացյալ Նահանգները իրականացնել TRIP ծրագիրը։ Այո, մենք գիտենք, որ Ռուսաստանը շատ վատ է վերաբերվում այս Դոնալդ Տրամփ ծրագրի նկատմամբ, առանձին դեպքերում չեն արտահայտվում, մենք հասկանում ենք, Դոնալդ Տրամփ ծրագիրը փրկեց Սյունիքը որպես հայկական մաս, Հայաստանի Հանրապետության մաս, փրկեց ուղղակի, քանի որ Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի փաստաթղթի համաձայն 9-րդ կետի ուզում էր ինքը շարել իր զորքերը կամ խաղաղապահները կամ սահմանապաները այս մեղրի ճանապարհով ու չստացվեց Հայաստանը ավելի սուվերեն քաղաքականություն վարեց հիմա Հայաստանը ուզում է Միացյալ Նահանգների հետ տնտեսական կոմունիկացիոն լուրջ ծրագիր իրականացնել ու պարզ է որ Ռուսաստանը դեմ է Կապերկինը բերում է այն արգումենտները այն փաստարկները որոնք ցույց են տալիս որ իրոք կարող է առաջանալ խնդրեմ բայց ինչի բերում է խնդրեմայից Տիկ հարցեր, քանի որ իրանք չեն ուզում, որ ստացվի մեզ մոտ ինչ-որ մի բան։ Բացի դրանից, Կապիրկինը երեք նորից վերադարձավ այն երակողմ պայմանավորվածություններին, որոնք եկան։ Պուտինը, Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու անմիջապես հետո հիշում է 21 թվին, 22 թվին այնտեղ երակողմ նաեւ փոխվարչապետների մակարդակով պայմանավորվածություններ կային տնտեսական, ապա շրջափակման, դելիմիտացիա, դեմարկացիա այդ բաղադրիչը ավելի թույլ էր, բարկալ է բաղադրիչը, ու իրենք հիմա հիշեցնում են, ասում են ոնց այս ճանապարհով պետք է գնանք։ Ավելին Կապիրկին ասեց, հիշում եք, այս տարվա ապրիլի 2-ին Օվերչուկը փոխվարչապետը ինչ ասեց Ռուսաստանի։ Դուք հիշում եք Նիկոլ Փաշինյանի այցելությունից հետո Կրեմլ, Մոսկվա ու Պուտինի հետ ապրիլի 1-ի հանդիպումից հետո, որը ակնհայտ է շատ լարված հանդիպում էր, դրանից հետո Օվերչուկը մյուս օրը հանդես եկավ ելույթով, որտեղ որ ասեց, որ ոչ երկաթգծային կոնցեսիայից մենք կհրաժարվենք, ոչ էլ կվերականգնենք այն երկաթգծային հատվածները, որ Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ միացնենք մեր երկաթգծերը, այնտեղ մենք ստացանք միայն մերժումներ, հիմա Կապրկինը հղում են անում այս ելույթների վրա։
Ես պետք է ասեմ, որ միջև անցնեմ Պուտինի ասածին, Պուտինի ես չեմ ուզում թաքցնել շատ վտանգավոր թեզերի, որոնք ինքը երեք ասեց, ես պետք է ասեմ, որ նույն Պուտինը, նույն Լուկաշենկոն բավական մեկուսացված վիճակում են։ Ոչ ոք չի ուզում իրանց հետ շփվել, կամ եթե շփվում են, ստիպված շփվում են, նույն Դոնալդ Թրամփը ստիպված շփվում է իր հետ, իրոք իզոլացիայի մեջ են։ Դուք գիտեք, Շքերթին այս հաղթանակի օրվա կապակցությամբ երեք Մոսկվա գնացին շատ քիչ թվով առաջնորդներ պետությունների, մակարդակը շատ ցածր էր ու շատ նույնիսկ ԱՊ երկրների ղեկավարները չգնացին, դա ցույց է տալիս իզոլացիայի մասին, բայց պետք է ասեմ, որ Պուտինը այդքան ուժեղ մեկուսացման մեջ է, որ հիացած էր, ուրախացած էր, որ Կիմ Չեն Ըն հյուսիսային Կորեայի բռնապետ։ Այս բռնապետը շնորհավորեց Վլադիմիր Պուտինին ու Պուտինը ուղղակի ուրախացած էր, երջանիկ էր։ Լուրջ է վիճակը, նույն Լուկաշենկոն ինչ-որ ուղարկեց նաև Հայաստանի նախագահին, այլ նախագահներին շնորհավորական նամակ, միջդեռ հիմա շատ ուժեղ քննադատություն է գնում նաև պաշտոնական Երևանի կողմից Լուկաշենկոյի դեմ, այդ պատմությունը Սվետլանա Տիխանովսկայա է, տեսակ ինքը սուս-փուս մարսում է, քանի որ մեկուսացման մեջ է։ Ու իրանց հետ գործ ունենալը իրոք շատ վտանգավոր է։ Ես ավելին ձեզ ասեմ, Ռուսաստանը այդքան թուլացած է, ու Ուկրաինան գտավ ձևեր հակահարվածներ տալ դրոններով, ATS-ներով, որ դու գիտեք ինչ է կատարվում ամբողջ Ռուսաստանում, այս նավթամշակման գործարանները պայթեցվում են, հարվածներ ռազմական օբյեկտների վրա Ռուսաստանի գնում է, ու ամենակարևորը Ուկրաինան կարողացավ այդպես անել, որ պարբերաբար գլխավոր աերոպորտները, օդանավակայանը Ռուսաստանի փակվում են, ստիպված, ու այդքան ծանր է վիճակը Ռուսաստանի, որ Պուտինը Տրամփի միջոցով հազիվ կարողացավ Զելենսկուն համոզել, որ մայիսի 9-ին ոչ մի գործողություն Զելենսկին չանի։ Ծանր են վիճակը այդ երկրների։ Բայց չնայած նրան, մեր նկատմամբ քաղաքականությունը Պուտինի չի փոխվում։ Նախկիները իրան սովորացրեցին, որ Հայաստանը ձայնազուրկ միավորում է։ Հիմա մենք պետք է վերադաստիարակենք իրան։ Հասնենք նրան, որ ինքը սկսի մեզ հարգել։ Բայց երեկվա իր հայտարարությունները ցույց են տալիս, որ դեռ դա բան չի փոխվել։ Իր հույսերը պրոռուսական ուժերի հետ են կապված Հայաստանում։ Ինքը գիտե թե իրանք կգան իշխանության, ամեն ինչ հունի մեջ կընկնի, հետ կգնա, ինչ կասի Ռուսաստանը, Հայաստանը կանի ու կդառնա նորից ֆորպոստ Ռուսաստանի։ Չի ստացվի, բայց ինքը այդպես մտածում է։ Որտեղից ես դա տեսնում եմ։ Ինչ ասեց Պուտինը երեք։ Ինքը ինտերվյու տվեց այդ շքերթից հետո։ Ու այդ ինտերվյուի ժամանակ լրատվամիջոցների համար այնտեղ ինքը անդրադարձավ նաև Հայաստանին։ Ու ինքը սպառնալիք ուղեց։ Այո, տոնը խոսալու, չգիտեմ, պես մեղմ կարծես թե ինքը ի վերջո ԿԳԲ-ի դպրոց անցած մարդ է, պարզը տոնը խոսալու գիտի ինչ է նշանակում։ Կարծես թե մեղմ խոսալով, բայց ինքը ասեց, որ ես ուզում եմ հիշեցնել, որ Ուկրաինան եւս ամեն ինչ սկսեց եվրոինտեգրման հարցից։ Ինքը ակնարկ է անում։ Այ դուք հիմա խոսում եք Հայաստանի եվրոինտեգրման մասին, իմացեք, որ Ուկրաինան էլ եվրոինտեգրման հարցից սկսեց ու ինչով դա ավարտվեց, դուք տեսնում եք, գնում է մեծ պատերազմ Ուկրաինայի դեմ։ Ակնհայտ սպառնալիք, բաց սպառնալիք։ Մյուսը միտքը, որը ինքը ասեց, որ գիտեք ինչ է, որ հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա ժամանեցին օտարերկրյա առաջնորդներ, որոնք ցուցաբերել են անձնական քաջություն։ Կոպիտ ասած վտանգավոր էր Մոսկվա գալը, կարող էին հայտնվել օդում
Ուկրաինայի աթեիստները, բայց իրանք անձնական քաջություն ցուցաբերեցին։ Այդ միտքը ինքը ասեց։ Միաժամանակ ասեց, ես ոչ մի խնդրեմ չեմ տեսնում նրա մեջ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց գալ հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա։ Դրա մեջ ինքը ոչ մի վատ բան չի տեսնում։ Ես պետք է ասեմ, որ ինքը նաև անդրադարձավ ինչին։ Ինքը անդրադարձավ շատ կարևոր թեմային։ Ինքը ասեց եվրոինտեգրացիայի ձգտումը մենք տեսնում ենք Հայաստանում, Հայաստանի կառավարությունը խոսում է դրա մասին, բայց իրանք ասում են միգուցե իշխանությունները անցկացնեն հանրաքվե ու տեսնեն հայ ժողովրդի կարծիքը եվրոինտեգրացիայի մասին։ Ու եթե անցնի այդ հանրաքվեն, մենք կհարգենք հայ ժողովրդի կարծիքը ու այդ դեպքում քաղաքակիրթ ձևով կսկսենք ամուսնալուծությունը Հայաստանի հետ։ Ուրեմն նույնիսկ ինքը խորհուրդներ է տալիս, ինչ պետք է անի Հայաստանը։ Մեր օրենսդրության համաձայն դուք գիտեք անպայման չի անցկացնել հանրաքվե կառավարության համար ընտրելու համար արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունը։ Անպայման չի հանրաքվե, պետք է հիշեցնեմ ձեզ, երբ որ Սերժ Սարգսյանը մտցնում էր մեզ 2015 թվին Եվրասիական տնտեսական միություն, ինքը ոչ ոքի չի հարցրել, որոշում ընդունեց։ Ինչու՞, քանի որ պահանջ կա մեր սահմանադրության համաձայն հանրաքվե անցկացնելու։ Ուրեմն թող մեզ խորհուրդներ չեն, չտա Պուտինը։ Ինքը ավելի լավ է թող զբաղվի իր երկրով։ Բայց այս մեսիջը ինքը ուղարկեց։ Այ դուք անցկացրեք հանրաքվե իշխանություններ Հայաստանի։ Եթե այս ժողովուրդը համաձայնվի, մենք քաղաքակիրթ կբաժանվենք։ Եթե չանցկացնեք, քաղաքակիրթ չենք բաժանվի։ Դա է տրամաբանությունը։ Ու մյուսը եվրասիական տնտեսական մասին է խոսքը, տնտեսական այդ կազմակերպության եվրասիական տնտեսական համագործակցության մասին է խոսքը։ Այդ եվրասիական ինտեգրացիոն process-ը ինքը ասում է, հակասում է բարձ է եվրոինտեգրաման process-ին ու ինքը ասում է այդ հարցը պետք է Հայաստանը դնի ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում։ Դες Հայաստանը ուզում է դեպի գնա եվրոինտեգրացիա, հիմա դերեք այդ գագաթնաժողովում, որը կլինի, դուք գիտեք, մոտակա գագաթնաժողովը ԵԱՏՄ-ի շրջանակներում կանցնի Աստանայում, Ղազախստանում, այս տարվա 28-ին, մայիսի 28-ին։ Մայիսի 28-ին այդ գագաթնաժողովի ժամանակ Պուտինը առաջարկում է, որ Հայաստանը այդ հարցը դնի։ Բայց ես ինչքան հասկանում եմ, նույնիսկ եթե Հայաստանը այդ հարցը չդնի, Պուտինը կդնի այդ հարցը։ То есть Ռուսաստանը չի ուզում սпасել, որ Հայաստանը ուժեղանա ու որոշում կատարի ուր է գնալու, Եվրոմիություն թե ԵԱՏՄ։ Իրենք Պուտինը շանտաժ է անում մեզ։ Ինքը ասում է, այ հիմա, եթե դուք ուզում եք եվրոինտեգրացիա, այ հիմա որոշում ընդունեք։ Մինչդեռ մեր կառավարությունը նույնիսկ պաշտոնապես չի դիմի Եվրոմիությանը անդամակցելու։ Կարծես թե ԵԱՏՄ-ի համար ոչ մի վտանգ չկա, չէ։ Ինքը ասում է, քանի որ Հայաստանը ունի մեծ դրական զարգացում հենց ԵԱՏՄ-ի շրջանակներում շատ բան է ստանում ԵԱՏՄ-ից, մենք պահանջում ենք, որ դուք կողմորոշվեք։ Ու ինքը նորից կրկնում է, եթե ի պաշտոնե Հայաստանը որոշում ընդունի, եթե հանրաքվե անցկացնի ու հայ ժողովուրդը քվեարկի իօգուտ եվրոինտեգրացիայի իդեմս ԵԱՏՄ-ի, այդ դեպքում մենք փափուկ ձևով կբաժանվենք իրարից։ Ես այն մարդկանց, ովքեր ռուսաց լեզվի մասնագետը չեն կամ չեմ հասկանում այդ ձևակերպումները, ով չի հասկանում դիվանագիտական լեզուն Ռուսաստանի, դիվանագիտական լեզուն պետք է ասեմ, որ լուրջ զգուշացում է մեզ, լուրջ սպառնալիք, դրա մասին պետք է իմանանք ու իմ կարծիքով մեր քայլերը դեպի եվրոինտեգրացիան իրոք պետք է արագացնենք ու հստականենք։ Ինչքան դու ձգձգում ես, այդքան ճնշումը քո վրա կմեծանա։ Ես պետք է ասեմ, որ ես համարում եմ, որ այս խոսքերին Վլադիմիր Պուտինի պետք է պատասխանել ԵԱՏՄ-ի, ոչ թե ԵԱՏՄ-ից, այլ հապկից դուրս գալու։ Որ այդ կապանքները, որոնք հապկի շրջանակներում կան,
մեր վրա ինչքան էլ կառավարությունը չի ասին, որ սարեցրել ենք մեր հապկում մեր անդամակցությունը նշանակություն չունի, մենք ֆորմալ անդամ ենք, պետք է դրանից դուրս գանք, այդ դեպքում Ռուսաստանը կլրջանա, կհասկանա, որ յատամից դուրս գալուց մենք չենք վախում։ Հիմա մեզ վախացնում են, ասում են, այ հիմա մենք ձեզ կհանենք յատամից, դա է ակնարկը Պուտինի։ Արի քննարկենք յատամի մոտակա գագաթնաժողովում այդ հարցը, քո եվրոինտեգրացիա գնալու հարցը, բայց Հայաստանը ոչ յատամին, որ Եվրոմիությանը պաշտոնական նամակներով չի դիմե, որ ստեղից դուրս է գալիս, այնտեղ մտնում է, ինչի եք ուզում օրակարգ մտցնել։ Ուրեմն համոզված եմ, որ հապկից պետք է դուրս գալ մեջև ընտրությունները, մեջև հունիսի 7-ին, դա շատ կուժեղացնի քաղաքապայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի դիրքերը Հայաստանի ներսում եւ կվախացնի Ռուսաստանը, կզգուշացնի Ռուսաստանին, որ միք շանտաժանի յատեմայով։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։